Դժվար էր կանխատեսում անել անկեղծ ասած, որովհետև հասկանալի չէր ինչպես նախկին արդյունքների հետ համեմատել, որովհետև համայնքը խոշորացվել էր ընտրություններից առաջ եւ փաստացի քաղաքային բնակավայրին միացել էին այլ գյուղական բնակավայրեր եւ այստեղ ակնհայտ տարբերություններ կան ընտրողի իմաստով, որովհետև քաղաքում եւ գյուղական համայնքներում ընտրողները ունեն տարբեր խնդիրներ եւ բնականաբար իրանց ընտրությունն էլ տարբեր է եւ հարցը ինչու՞մն էր որ իշխող ուժի տեխնացուն մարզպետ էր եւ իր ազդեցության իմաստով նաեւ գյուղական համայնքների վրա էր ազդեցություն ունեցել ընդդիմադիր տեխնացուն բացառապես քաղաքային տեխնացու էր Էջմիածին քաղաքի եւ երբ պատկերը նայում ենք միայն քաղաքում տեսնում ենք որ իշխանությունը պարտվել է բայց այլ գյուղեր միացնելով իշխանությունը պարտվել է այո այսինքն եթե նայենք թե ընդդիմադիր ուժերը անցնեին եւ իրենց մանդատները ձևավորեին ակնհայտ է ձևավորել թողնենք հետո ուղիղ համեմատականը այո պարտվում է ընդդիմությանը ուղիղ համեմատականը ԿՊ-ի եւ ընդդիմադիրի դառնում էր փոքրամասնություն այո այսինքն իշխանությունը մեծամասնություն ստացել է գյուղական համայնքների միացմամբ Էջմիածին քաղաքին հիմա այս իմաստով ընտրությունից առաջ նման բան փոխելը եւ հետո հաղթելը կարելի է հաղթանակ դիտել թե ոչ մեկ եւ երկրորդ երբ նայում ենք իշխանական տեխնացուի պաստառները քաղաքացիական պայմանագիր այդ լոգոից բացի կուսակցության անվանումը բացակայում է եթե նայենք ամբողջ քարոզարշավը իրականացվել է առանց քաղ պայմանագրի կարկառուն ներկայացուցիչների